Նիկոլ Փաշինյանը շարունակում է արցախցիների էթնիկ զտման քաղաքականությունը, արդարացնում է Ալիևի հակահայկական քաղաքականությունը և խորացնում հայաստանցի, ղարաբաղցի հակադրության քարոզը։ Սկզբում Նիկոլ Փաշինյանը Արցախը ապօրինաբար և դավաճանաբար ճանաչեց Ադրբեջանի մաս, որով հնարավորություն տվեց Ալիևին նախ շրջափակման ենթարկել Արցախը, ապա 120,000 արցախցիների ենթարկել էթնիկ զտման։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մենք չպետք է հետապնդենք արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, որպեսզի Ադրբեջանը հրաժարվի Հայաստանը դիտարկել որպես արևմտյան Ադրբեջան։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հավասարության նշան է դնում մեր օրինական իրավունքների, տվյալ դեպքում արցախցիների վերադարձի իրավունքի պաշտպանության և Ալիևի ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականության միջև։ Բացի այդ, այս ամենի տողատակում դրվում է հայաստանցի, ղարաբաղցի հակադրություն քարոզելու քաղաքականությունը, որովհետև ստացվում է, որ Ալիևը և Ադրբեջանը ագրեսիա են ցուցաբերում Հայաստանի հանդեպ, որովհետև մենք պաշտպանում ենք արցախցիների վերադարձի իրավունքը, այսինքն ստացվում է, որ եթե հանկարծ Ալիևը որոշի հակահայկական ոտնձգություն իրականացնել, ապա Նիկոլ Փաշինյանը այդ հարցում մեղավոր է նշանակելու արցախցիներին, որոնց իրավունքների պաշտպանության համար մենք պայքարում ենք, խոսքը վերադարձի իրավունքի մասին է, և որից ելնելով էլ Ալիևը հակահայկական քաղաքականություն է իրականացնում։ Ահա այսպիսի մոտեցումներ ունի Նիկոլ Փաշինյանը, որը փաստացի արդարացնում է Ալիևի գործողությունները և փաստաբանություն անում նրա համար։